Գրող Ստեփան Զորյանը նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի մասին գրելիս առաջինը հիշում է նրա արտաքինը։ Միջահասակ էր, նուրբ, համաչափ կազմվածքով եւ գեղեցիկ գլխով, որը զարդարված էր կանգրաձև, բայց արդեն ալեխառն մազերի պսակով։ Զորյանը պատմում է, որ երբ Բաշինջաղյանն նստում էր Թիֆլիսի գլխավոր նախկին Գոլովինսկի այժմյան Ռուսթավելի պողոտայով, նրան տեսնողները միանգամից հասկանում էին, որ մարդը արվեստագետ է։ Կիրթ էր, նրբանկատ ու համակրելի։ Բավական էր մի անգամ խոսեիր հետը եւ այնուհետեւ հարգանքի ու համակրանքի զգացումներով էր տոգորվում դեպի նա։ Գրում է Զորյանը ու վստահեցնում, թե մեծ համբավիտ էր արվեստագետ էր նա, հայտնի ոչ միայն հայերի, այլև Թիֆլիսի բազմազգ ժողովրդի մեջ, հայտնի եւ սիրված։ Կարելի է ասել նույնիսկ այդ տարիներին նա ամենաժողովրդական նկարիչն էր մեզանում։ Իսկ թե ինչու էր նա այդքան հայտնի ու սիրված, ավելին ամենաժողովրդականը կպատմեմ քիչ անց, իսկ այժմ ուզում եմ հիշեցնել ալիքին բաժանորդագրվելու, տեսանյութերը հավանելու, մեկնաբանություններ գրելու եւ հնարավորության դեպքում ալիքին նյութապես աջակցելու մասին, թե ինչպես աջակցել ամեն ինչ գրված է տեսանյութի ներքևում։ Հիշեցնեմ, որ ալիքը գործում է բացառապես ձեր բարոյական ու նյութական աջակցության շնորհիվ, ինչի համար անչափ շնորհակալ եմ։ Եվ այսպես Գևորգ Բաշինջաղյան ծնվել է 1857 թվականի սեպտեմբերի 16-ին Վրաստանի Սղնախ գավառական քաղաքում։ Նրա հայրը Շաքար կամ Զաքար Բաշինջաղյանը վաճառական էր։ Ընտանիքի նյութական ծանր վիճակը հաստատում է, որ նա այնքան էլ հաջողակ վաճառական չէր, բայց շատ կարդացած, աշխարհ տեսած մարդ էր, որն ազատժամերին բանաստեղծություններ էր գրում եւ դրանք կարդում էր միայն ընտանիքի անդամների համար։ Գևորգը 5 տարեկան էր, երբ 1872 թվականին հայրը առևտրական գործերով մեկնեց Իրան ու այլևս չվերադարձավ։ Այս մասին Գևորգ Բաշինջաղյանը գրում է. Խեղճը հիվանդացել էր Թեհրանում եւ ճանապարհվել էր դեպի տուն, իր ընտանիքը վերջին անգամ տեսնելու նպատակով, բայց քաղաքից քիչ հեռանալով հոգին ավանդել էր պարսկական մի փոքրիկ գյուղում։ Հոր մահից հետո ընտանիքի հոգսն ընկել էր մոր վրա։ Բաշինջաղյանի մայրը Գայանե Կուլինջանյանը զբաղվում էր ուսուցչությամբ եւ զարմանալի չէ, որ 8-ամյա Գևորգը, երբ ընդունվում էր Սղնախի ծխական դպրոց, արդեն վարժ գրում ու կարդում էր հայերեն։ Ծխական դպրոցին հաջորդում է տեղի գավառական ուսումնարանը, որտեղ դրսևորվում են Պատանի Բաշինջաղյանի դերասանական ու ստեղծագործական ընդունակությունները։ Նա գեղեցիկ ասմունքում էր, սակայն ավելի շատ տարված էր նկարչությամբ։ Մասնագիտություն ընտրելու հարցում ճակատագրական է դառնում իր ազգականներից մեկի Թիֆլիսից ուղարկած նվերը։ 12 գույն ջրաներկի տուփը փոխում է Բաշինջաղյանի կյանքը հիմնավորապես։ Նկարիչը հիշում է. Անմոռանալի ընկերս ներկերն ուղարկել էր ինձ համար, բայց մոռացել էր վրձնի մասին հոգալ։ Վրձիններ առհասարակ ինքս էի շինում սեփական մազերիցս, բայց այս անգամ ցանկանալով ունենալ ներկերիս արժանի վրձին, կտրեցի 3 տարեկան ամենափոքր եղբորս մազերից մի փունջ ու վրձին շինեցի։ Մինչև այդ օրը ներկերի տեղ գործ էի ածում լեղակ, տորոն եւ թանակ, ուրեմն հասկանալի էր իմ հիացմունքը ունենալով ձեռքիս տակ 12 կտոր իսկական ներկեր։ Վերջապես նկարեցի Սիրենոս, ձուկ աղջիկը, ցանկացածս գույներով եւ հրճվեցի, տեսնելով թղթի վրա գույների այդքան հարստությունը։ Բաշինջաղյանից հարևանի փոքրիկ տղան, որը գավառապետի որդին էր եւ ներկա էր նրա նկարելու պահին, հիացած վերցնում է նկարը ու փախչում իրենց տուն։ Գավառապետի տանը այդ պահին հյուր էր Թիֆլիսի նահանգապետ Օրլովսկին, որը միաժամանակ Կովկասյան գեղարվեստական ընկերության նախագահն էր։ Նա գավառապետի որդու ձեռքին տեսնելով ուշագրավ պատկերը, ցանկություն է հայտնում ծանոթանալ պատանի նկարչի հետ։ Օրլովսկին հանդիպում է Բաշինջաղյանի հետ եւ խոստանում միջոցներ գտնել նրան իրենց ընկերության նորաբաց նկարչական դպրոցը բերելու համար։ Սակայն Օրլովսկին շուտով մահանում է եւ Բաշինջաղյանը կորցնում է Թիֆլիսում մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը։ Որոշ ժամանակ անց Սղնախի գավառապետը նոր աշխատանք է ստանում Թիֆլիսում եւ տեղափոխվելիս իր հետ Թիֆլիս է տանում նաեւ Գևորգին։
Փաշինջարյանը բացահայտում է մեծ քաղաքն իր բոլոր զարմանահրաշ ու հետաքրքիր երևույթներով, սակայն ամենահիշարժանը դառնում են Այվազովսկու երկու նկարները, որոնք պատահաբար նա տեսնում է ցուցասրահում ու այնքան է տպավորվում, որ վերջնականապես որոշում է նկարիչ դառնալ։ 1876-ին Փաշինջարյանն ընդունվում է Թիֆլիսի գեղանկարչության և քանդակագործության դպրոցը, որտեղ 2 տարի սովորելուց հետո ընդունվում է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան։ Փաշինջարյանի արվեստի զարգացմանը նպաստում է ոչ միայն այս ակադեմիական կրթությունը, այլ նաև Պետերբուրգի այն ժամանակվա թանգարանները, հատկապես Էրմիտաժը, ինչպես նաև պարբերաբար կազմակերպվող պերեդվիժնիկների ցուցահանդեսները, նկարիչների հետ ծանոթություններն ու շփումները։ Փաշինջարյանն այս ընթացքում այցելում է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու Պետերբուրգի արվեստանոցը։ Նկարիչը հիշում է. Կարծեմ 1882 թվականն էր, որ դիմեցի Այվազովսկուն Պետերբուրգում իբրև ակադեմիայի ուսանող, եւ նա ինձ բարի խորհուրդներ տալուց հետո առաջարկեց մի անգամ այցելել նրան, որպեսզի ներկա լինեմ աշխատանքի միջոցին։ Նրա արվեստանոցի դուռը միշտ բաց էր ամենքի համար։ Նա իրեն դիմող երիտասարդ նկարիչներին խորհուրդներ էր տալիս, երեսին էր ասում լավն ու վատը, չէր ծածկում իր կարծիքը, թեև գիտեր, որ սիրտ պետք է ցավացնի, բայց եւ գովաբանում էր, երբ հարկավոր էր համարում։ 1882 թվականին Փաշինջարյանը ստեղծում է իր Կեչիների պուրակը կտավը, ինչի համար 1883-ին արժանանում է Ակադեմիայի արծաթե մեդալին։ Կեչիների պուրակը եւ արծաթե մեդալը դառնում են լավագույն դիպլոմը 26-ամյա Փաշինջարյանի համար, կարելի է ասել, հաղթանակած նա վերադառնում է հայրենիք։ Նա գրում է. 1883-ի մայիսի սկզբներին վերջին հրաժեշտը տալով Պետերբուրգին, եռանդով ու հույսով լի վերադարձա հայրենիք, Սղնախ, ուր անց էի կացրել մանկությունս ու պատանեկությունս։ Ծնողներս այլևս չկային, տնից ու տեղից նույնպես զրկվել էի, բայց հայրենիքի սերը մնացել էր իմ մեջ անխախտ։ Սղնախում Փաշինջարյանը որոշում է շրջել եւ ուսումնասիրել իր իրական հայրենիքը, Հայաստանը։ Վրաստանից Հայաստան գալու ճանապարհին նա հիանում է հայրենի բնությամբ, հատկապես Դիլիջանը, ապա Սևանը մեծ տպավորություն է գործում նկարչի վրա։ Հենց այդ տպավորություններն են, որ հետագայում բազմիցս արտացոլվում են նրա կտավներում։ Փաշինջարյանը հասնում է Էջմիածին ու 8 օր մնում է այնտեղ, գիշերելով Էջմիածնի վանքի Ղազարապատ հյուրանոցի տանիքում, այն հույսով, որ վաղ առավոտյան կտեսնի արշալույսը Արարատյան դաշտում, ինչպես նաև կվայելի Արարատի գագաթը արևածագին։ Սակայն դժբախտաբար նրա հույսերը չեն իրագործվում։ 8 օր շարունակ Արարատի գագաթը ծածկված է լինում ամպերով եւ նկարիչը զրկվում է գեղեցիկը տեսնելու հաճույքից։ Դա նրան հաջողվում է Մողնու եկեղեցու զանգակատանը արևածագը դիմավորելիս։ Նկարիչը հիանում տպավորվում է Արարատյան դաշտով եւ Արարատով։ Արդյունքը Փաշինջարյանի Արարատի չքնաղ պատկերներն են, որոնք նա բազմիցս ստեղծում է իր ստեղծագործական կյանքի ողջ ընթացքում։ Փաշինջարյանը հայաստանյան իր ճամփորդությունը շարունակում է լինելով Հառիճավանքում, ապա հասնում է Ալեքսանդրապոլ, այնտեղից էլ ֆուրգոնով գնում է Անի։ Այստեղ նկարիչն ուսումնասիրում է Անիի ճարտարապետական հուշարձանները, որպես միակ հետքեր անցած գնացած անվերադառնալի պարծանքի։ Նա լինում է միջնաբերդում, դիտում մայր տաճարը, եկեղեցիները, բազմաթիվ էտյուդներ է անում։ Այս շրջանի մասին պատմում է բանաստեղծ Ավետիք Իսահակյանը։ Նա գրում է. Հանդիպեցի Փաշինջարյանին Անի քաղաքում։ Դժբախտաբար իմ հասածորը նա մեկնեց։ Արդեն մի քանի օր էր նա այնտեղ էր եւ էտյուդներ էր անում։ Ինչ անխառն ոգևորությամբ, հիացմունքով, գիտակից հպարտությամբ խոսում էր նա Անիի չքնաղ ճարտարապետության մասին։ Ինչպիսի հմտությամբ էր վերհանում հայկական մոտիվները եւ ներբողում։ Տեսնում էի, ինչքան խորունկ հայրենասիրություն կար այդ մարդու մեջ։ Ես ճանապարհ դրի նրան Անիի պարիսպներից էլ ավելի հեռու, մինչև Հովի եկեղեցին։ Անի վերադարձիս խոսում էի ինքս ինձ հետ նրա մասին։ Ահա կարգին մարդ, արվեստագետ, գրականություն սիրող, հայրենասեր։ 1883 թվականի հոկտեմբերի 1-ին Թիֆլիսի նախկին Դվորցովայա փողոցի վրա գտնվող
Ոմն Ծովյանի եւ Սարաջևի տան վերին հարկի սրահներում բացվում է Գևորգ Բաշինջարյանի ցուցահանդեսը, որտեղ ներկայացնում է հայրենիքում ստեղծած իր 16 աշխատանքները։ Այս ցուցահանդեսի մասին Մշակ թերթը գրում է. Բաշինջարյանի նկարները տեսնել եւ չհափշտակվել անկարելի է։ Բաշինջարյանը իր վրձինը նվիրել է հայրենիաց գեղեցիկ բնությանը եւ նրա լեռներին, նրա հովիտներին եւ վերջապես նրա տխուր ավերակներին։ Առաջին ցուցահանդեսից Բաշինջարյանը մեծ շահույթ չի ունենում, քիչ նկարներ է վաճառում։ Ցուցահանդեսի մուտքը անվճար էր, բայց Բաշինջարյանը անկյունում մի փոքր արկղ էր դրել, ուր այցելուներն իրենց կամքով մանրադրամներ էին լցնում։ Անկախ այն բանից, որ ինքն էլ մեծ կարիքի մեջ էր, այնուամենայնիվ ցուցահանդեսից ստացած ողջ հասույթը երիտասարդ նկարիչը հատկացնում է չքավոր ուսանողներին։ 1884 թվականի հունիսին Բաշինջարյանը մեկնում է Իտալիա, լինում Հռոմում, Նեապոլում, Ֆլորենցիայում, Վենետիկում, Ղևոնդը Ալիշանի օգնությամբ եւ բացատրություններով շրջում է Սուրբ Ղազար կղզում եւ տեսնում մխիթարյան միաբանության գանձերը։ Ուսումնասիրելով, կրթվելով ու վայելելով իտալական արվեստը, ճարտարապետությունն ու մշակույթը Բաշինջարյանը վերադառնում է տուն ու սկսում պատրաստվել Բաքվի ցուցահանդեսին։ Հավաքելով իր բոլոր հին ու նոր գործերը, նկարիչը մեկնում է Բաքու եւ այնտեղ բացում Բաքվի իր առաջին ցուցահանդեսը։ Մեկ ամիս տևած այս ցուցահանդեսը քիչ այցելուներ է ունենում։ Ներկա է լինում միայն Բաքվի հայ հասարակության քիչ թե շատ կրթված եւ արվեստից հասկացող հատվածը։ Նավթի մեջ թաթախված Բաքվում արվեստի մեծ սիրահարներ չեն գտնվում, բայց ի զարմանս նկարչի նա մի օր սրահում հանդիպում է միլիոնատերներ Ալեքսանդր Մանթաշյանին, Պողոս Ղուկասյանին եւ Ալեքսանդր Շանշյանին։ Նրանք երկար չեն մնում ցուցասրահում, արագ յուրաքանչյուրը մի պատկեր գնելով հեռանում են։ Բաքվի ցուցահանդեսից Բաշինջարյանը մի մեծ ձեռքբերում է ունենում միայն։ Դա ծանոթությունն էր Պետրոս Ադամյանի հետ։ Մեծ դերասանը ոչ միայն այցելում է ցուցահանդեսը, այլ նաև իր տպավորությունները հոդվածի տեսքով հրատարակում է Նորդար թերթում։ Ի տարբերություն Բաքվի, մեծ հաջողություն է ունենում 1886 թվականի հոկտեմբերին Թիֆլիսում բացված ցուցահանդեսը, որտեղ ներկայացվում է նկարչի 80 գործերը։ Այս անգամ Բաշինջարյանը ցուցահանդեսի համար սահմանել էր մուտքի վճար՝ մեծահասակներին 20 կոպեկ, իսկ փոքրերին 10։ Մինչ այդ Թիֆլիսը նման բան չէր տեսել, բայց չնայած վճարովի մուտքին, այնուամենայնիվ այցելուների թիվն անցնում է 1000-ը, ինչը այդ ժամանակվա համար շատ մեծ թիվ էր։ Սա խոսում էր նկարչի աճող հեղինակության ու ճանաչման մասին։ Առհասարակ 1890-ական թվականները դառնում են Բաշինջարյանի եւ անձնական եւ ստեղծագործական կյանքի ծաղկման տարիները։ 1890 թվականին նա ամուսնանում է նկարիչ Հովհաննես Քաթանյանի դստեր Աշխեն Քաթանյանի հետ։ Նրանք ունենում են 5 զավակ։ Ընտանեկան երջանիկ կյանքին զուգահեռ Բաշինջարյանը ստեղծում է իր լավագույն գործերը, որոնց շնորհիվ նա հայ կերպարվեստի պատմության մեջ սահմանվում է որպես ազգային բնանկարչության հիմնադիր։ 1899 թվականի աշնանը Բաշինջարյանը ընտանիքով մեկնում է Փարիզ եւ կենտրոնական թաղամասերից մեկի Բուլվար Մոնպարնաս փողոցի վրա վարձում է բնակարան ու կնոջ եւ երեխաների հետ ապրում այնտեղ մոտ 2 տարի։ Ծանոթանում է Ֆրանսիայի մայրաքաղաքին, այցելում Փարիզի թանգարանները, լինում է ժամանակակից նկարիչների ցուցահանդեսներում, բացահայտում ժամանակի նկարչական տարբեր ուղղությունները։ Փարիզում 2 տարվա ընթացքում ստեղծած 30 բնանկարները Բաշինջարյանը ցուցադրում է իր 1900 թվականին Փարիզի Բուլվար Մոնպարնաս փողոցի մի սրահում բացված ցուցահանդեսում։ Վաճառված նկարների գումարով նրանք կարողանում են մի որոշ ժամանակ եւս ապրել Փարիզում եւ վերադառնում են Թիֆլիս։ 1912 թվականին Թիֆլիսի ժողովարանի Ձմեռային դահլիճում բացվում է Բաշինջարյանի հերթական ցուցահանդեսը, որտեղ նկարիչը ներկայացնում է իր միանգամայն նոր 60 աշխատանքները։ Ցուցահանդես այցելում է ավելի քան 1600 մարդ, բոլորը օտարազգիներ։ Դերասան Արմեն Արմենյանը ցուցահանդեսի մասին գրած հոդվածում նշում է. Այցելուներ բավականին շատ են լինում, բայց գրեթե բոլորն էլ օտարներ, իսկ հայեր խիստ քիչ։
Ինչու՞, որովհետև նրանք գործնական մարդիկ են, ինչ կարիք կա կտավի մի կտորի համար հարյուրներ, հազարներ վճարել, եթե բազարում կարելի է նույն մեծությամբ եւ ավելի փայլունը գնել ամենաշատը 5-ից 10 ռուբլով եւ կախել ճաշասենյակում, դահլիճում, ննջարանում անկողնի գլխին։ Նրանք դեռ չեն ըմբռնել, որ իրենց կերած խորովածի, իրենց խմած գինու չափ անհրաժեշտ է նաեւ ճաշակել նուրբ գեղարվեստական հաճույքը։ Արվեստասերների, հատկապես իր հայրենակիցների անտարբերությունից դառնացած Բաշինջաղյանը հարցազրույցներից մեկում ասում է. «Ահա գրեթե 30 տարի է, որ վրձինս ձեռքիս աշխատում եմ։ Եթե ես հափշտակված չլինեի գեղարվեստի բարձր սիրով, վաղուց թողած կլինեի ասպարեզս, տեսնելով հայ հասարակության կողմից վհատեցուցիչ վերաբերմունքը դեպի գեղարվեստը։ Անցյալ տարի Բաքվի ժողովարանում իմ պատկերների ցուցահանդեսներ։ Մյուս ազատ մասը ժողովարանի ակումբանոցի դահլիճն էր, ուր բաքվեցիները հավաքվում էին թուղթ խաղալու։ Մուտքը մեկ էր, եւ ինչ եք կարծում, մեր հայերը իմ պատկերների մոտից անցնելով մտնում էին ակումբանոցի դահլիճը առանց ուշադրության արժանացնելու ուրիշ քաղաքից եկած հայ գեղարվեստագետի պատկերահանդեսը»։ Կյանքի վերջին 2 տասնամյակում Գևորգ Բաշինջաղյանը վրձնի հետ ձեռքն է վերցնում նաեւ գրիչը։ Նա գրում է բազմաթիվ պատմվածքներ, նովելներ, պիեսներ, որոնք հրատարակվում են թերթերում եւ ամսագրերում։ 1913-ին լույս է տեսնում նրա պատմվածքների եւ նովելների էսքիզներ վերնագրով ժողովածուն։ Այս շրջանում Բաշինջաղյանը ակտիվ զբաղվում է նաեւ հասարակական գործունեությամբ։ 1910 թվականին նա պայքարում էր Խաչատուր Աբովյանի հուշարձանը կանգնեցնելու համար։ Մի շարք հոդվածներ է գրում այս թեմայով։ Ստեփան Զորյանի հետ մի հանդիպման ժամանակ նա դառնացած ասում է. «Ասենք մեր որ երախտավոր, արժանավոր մարդուն ենք հարգել։ Աբովյանի արձանը տարիներով գլուխ չի գալիս։ Ո՞վ է մեղավոր։ Մենք, հայ մտավորականներս։ Մի բան կարգին կազմակերպել, գլուխ բերել չենք կարողանում։ Այսպիսի հարցերով ոչ գյուղացին կարող է զբաղվել, ոչ հարուստը։ Մենք պիտի անենք, բայց մենք էլ այսպես ժողովրդից կտրված ապրում ենք գաղութներում։ Մեկ-մեկ ժողովներում ճառ ենք ասում եւ կարծում ենք մեծ բան ենք անում»։ Սրանից 2 տարի հետո Մշակ թերթի 1912 թվականի նոյեմբերի 11-ի համարում Գևորգ Բաշինջաղյանը հանդես է գալիս կոչով։ Նրա մտահոգության թեման այս անգամ Սայաթ-Նովան էր։ Նկարիչը կոչ է անում հայ ժողովրդին հանգանակություն սկսել եւ Սայաթ-Նովայի գերեզմանի վրա մի մահարձան, թեկուզ մի տապանաքար դնել, դուրս հանելով նրա գերեզմանը մոռացությունից։ Նա գրում է. «Թող ամեն մի անհատ նվիրե այս նպատակի համար 5-10 կոպեկ, թող ոչ ոք չքաշվի փոքրիկ գումար տալուց։ Սև կոպեկներով կանգնեցված մահարձանը մեծ մարդու գերեզմանի վրա մեծ է լինելու։ Այս նշանավոր աշուղը ծերունիների վկայությամբ թաղված է Թիֆլիսի կաթողիկե Սուրբ Աստվածածնի եկեղեցու գլխավոր մուտքի աջ կողմը պատի տակ։ Նա նահատակվեց այնտեղ պարսիկների ձեռքով, երբ աղա Մաղմաղ խանը ավերեց Թիֆլիսը»։ Բաշինջաղյանի կոչը մեծ արձագանք է գտնում հայ հասարակության մեջ եւ ամենուր հանգանակություն է սկսվում Սայաթ-Նովայի մահարձանի համար։ Հովհաննես Թումանյանի եւ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ 1913 թվականին Թիֆլիսում նշվում է Սայաթ-Նովայի ծննդյան 200-ամյակը։ Միջոցառումից ստացված հասույթը եւս տրամադրվում է մահարձանի կառուցմանը։ Բաշինջաղյանը նախագծում է մահարձան հուշարձանը, որի հիման վրա էլ կառուցվում է Սայաթ-Նովայի գերեզմանակարը։ 1913 թվականի մայիսի 15-ին Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում բացվում է մեծ աշուղի հուշաքարը եւ սահմանվում վարդատոնը, որի ավանդույթը շարունակվում է մինչ այժմ։ Դեպ Բաշինջաղյանի նախագծով կառուցվել էր նաեւ Ռաֆու գերեզմանակարը Խոճիվանքի գերեզմանոցում։ Խորհրդային շրջանում Բաշինջաղյանը նոր բարձրարվեստ գործեր չստեղծեց։ 1921-ից 25 թվականների ընթացքում նրա ստեղծած նկարները մեծ մասամբ նախկինում օգտագործած թեմաների կրկնություններն էին։ Ոգեշնչում չկար, տրամադրություն առավել եւս։ Ազգային ողբերգությունները մի կողմից, անձնական ողբերգություններն էլ մյուս կողմից լիովին ընկճել էին նկարչին։ 1918-ին եղբոր մահից դեռ ուշքի չեկած 1 տարի անց նա կորցնում է սիրելի կնոջը։
Մենության, մելամաղձության, տխուր ու թախծոտ զգացողություններով համակված Բաշինջաղյանը ծրագրում էր Հայաստան գնալ։ Նա Ստեփան Զորյանին ասել էր. «Ուզում եմ կյանքիս վերջին օրերը նորից շրջել Արարատյան դաշտում, նորից տեսնել մեր գյուղերը, մեր քաղաքները, Երևանը եւ դիտել, թե ինչ նոր բաներ են կատարվել։ Ուզում եմ վերջապես նորից տեսնել մեր սիրելի Սևանն ու Արարատը»։ Ավուկ չհասցրեց գնալ։ 1925 թվականի հոկտեմբերի 4-ին Բաշինջաղյանը մահացավ ստամոքսի քաղցկեղից։ Թեև 68 տարեկան էր, բայց այս դեպքում մահը Բաշինջաղյանի համար փրկության պես մի բան էր։ Նա չտեսավ, թե ինչեր տեղի ունեցան իրենից հետո։ Նկարչի որդիներից Լևոն Բաշինջաղյանը, որ լեզվաբան էր, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի տնօրենը, ապա Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչը, ձերբակալվեց 1938-ին։ Ասում են, նա բանտախցի իր ընկերների համար դասախոսություններ էր կարդում լեզվի ու մշակույթի ծագման մասին։ Լևոնին գնդակը հարեցին 1938-ի հոկտեմբերի 11-ին։ Բաշինջաղյանի մյուս որդին Արմենը ազգագրագետ, երկրագետ էր։ Հովսեփ Օրբելու հետ նա աշխատել էր ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում։ Եղբորպես ինքն էլ եղել էր ակադեմիկոս Նիկողայոս Մարի լեզվաբանական ազգագրական գիտախմբի անդամ եւ եղբորպես էլ 1938 թվականին ձերբակալվել ու դատապարտվել էր մահապատժի։ Արմենին գնդակը արեցին եղբոր մահից 6 օր անց 1938-ի հոկտեմբերի 17-ին։ Բաշինջաղյանի երրորդ որդին Զաքարը տնտեսագետ էր, նրան աքսորից ու մահապատժից փրկեց վրա հասած երկրորդ համաշխարհային պատերազմը։ Զաքար Բաշինջաղյանը մինչև 1971 թվականը, այսինքն մինչև կյանքի վերջը, դասավանդեց Երևանի պետական համալսարանում։ Նկարչի դուստրերից Գայանեն ամուսնացավ եւ 2 զավակ ունեցավ, իսկ մյուս դուստրը Արփիկը մահացավ Թիֆլիսում առանց ժառանգների։ Ինքը Բաշինջաղյանը բախտավոր եղավ այնքանով, որ չտեսավ այս ամենը։ Նկարիչը մահից մի օր առաջ դեռ ողջ առողջ իր կողքին ապրող զավակներին հիշեցրել էր իր թաղման վայրը՝ եկեղեցու գավթում Սայաթ-Նովայի գերեզմանի կողքին։ Ըստ Ստեփան Զորյանի, Թիֆլիսի հայությունը Բաշինջաղյանին թաղել էր իր այնքան սիրած Սայաթ-Նովայի կողքին, իսկ թաղմանը բաց գերեզմանի առաջ խորին լռության մեջ նվագել են նույն մեծգուսանի հուզիչ երգերից մեկը։